Ժողովրդական զվարճախոսություններ, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի վաճառական կար, ուներ մի տղա։ Մի անգամ տղային ուղարկեց ներքևի քաղաքները առևտուր անելու ու մնաս բարովի տեղը խրատեց։ Տես, տղաս, խելոք եղիր, ուշքդ վրատ պահիր, շեկի ու կարմրի հետ գործ մի բռնիր։ Վաճառականի տղան ճամփա ընկավ, օրն էլ շատ ցուրտ էր, նա մրսեց ու մտավ պանդոկ, տաքանալու։ Տեսավ վաճառականի մոտ մի շեկ պանդոկապան։ Ինձ մի բաժակ լավ օղի, ասաց վաճառականի տղան։ Օղին խմեց ու շատ հավանեց։ Այ օղի եմ ասել, 100 ռուբլի արժի, էլի լցրու։ Մեկ էլ խմեց, ավելի հավանեց։ Վայ, ախպեր, էս մի բաժակը 200 արժեր։ Իսկ պանդոկապանը իր գործը գիտեր։ Վաճառականի տղան ինչ գին ասեց, դա էլ գրանցեց։ Գործը հասավ հաշիվը փակելուն։ Վաճառականի տղան թե ինչքան ես ուզում։ 300 ռուբլի։ Դու հող խելար խոտ չես կերել, էդ ինչ գին ես դրել։ Ես չեմ դրել, դու ինքդ ես նշանակել, հիմի էլ ետ ես կանգնում։ Ինձանից պրծնողը չես, մինչև փողը չտաս, դուրս չեմ թողնի։ Ճարնիչ, վաճառականի տղան 300 ռուբլին տվեց ու ինքն իրեն միտք անելով ճամփան շարունակեց։ Այ թե ճշմարտությունը ինչ բան է, ասավ։ Դե գնա հետո շեկի ու կարմիրի հետ գործ բռնիր, իզուր չեր հերս խրատել, ծնողի խոսքը դատարկ տեղը չի ասվում։ Հենց այդ ժամանակ մի շեկ գյուղացի սայլով դեմը եկավ։ Վաճառականի տղան դրան տեսավ թե չէ, սայլից դուրս նետվեց, դեմքը խրեց ձյան մեջ ու վախից սկսեց դողալ։ Սրան ինչ պատահեց, հո ընկնավոր չի, մտածեց գյուղացին, մոտեցավ վաճառականի տղային ու վեր բարձրացրեց։ Վեր կաց, ախպեր։ Ձեր քաշիր ինձնից, ինձ մի շեկ մարդ արդեն խաբեց, դու էլ կխաբես։ Դե լավ, ախպեր, շեկ ու կարմիր ամեն տեսակ մարդ կա, խարդախն էլ կա, բարին էլ կա, քեզ ով է խաբել է։ Էսպես ու էսպես, հարևան գյուղի շեկ պանդոկապանը։ Արի ինձ հետ, ես դրա հախից կգամ։ Եկան պանդոկ, գյուղացին դես-դեն աչկացեց, տեսավ սյունից կախած մի ոչխարի թիակ, մոտեցավ պանդոկապանին, մի բաժակ օղի խնդրեց, ուսին խփեց ու ասաց. Էս թիակը ծախիր ինձ, փողը տուր, ինչքան ես ուզում, մի ռուբլի արծաթ։ Գյուղացին արծաթ ռուբլին տվեց, հետո ծոցից մի մեծ դանակ հանեց ու մեկնեց վաճառականի տղային։ Առ ախպեր, պանդոկապանի թիակից կտրիր, համ տեսանեմ։ Էդ ինչ ես ասում, գոռաց պանդոկապանը, ես քեզ ոչխարի թիակ եմ ծախել։ Հեքիաթներ մի պատմիր, պատասխանեց գյուղացին, ինձ ախպերս չես խաբի, ոնց որ վաճառականի տղային ես խաբել, այդպիսին չես հանդիպի։ Պանդոկապանը սկսեց աղաչել ու պաղատել, քիչ մնաց ոտքերն ընկնի։ Դե լավ, ասաց գյուղացին, քեզ բաց կթողնեմ, եթե վաճառականի տղայի փողերը լրիվ ետ տաս։ Պանդոկապանը հանեց 300 ռուբլին, ետ տվեց, գյուղացու ուզածն էլ էդ էր։ Տեսար, ասաց վաճառականի տղային, շեկերի մեջ ամեն տեսակն էլ կա, խարդախն էլ կա, լավն էլ, դե հիմի Աստված քեզ հետ, գնա։ Վաճառականի տղայի ուշքն ու միտքն էր, որ վեր կենա ու գնա։ Նստեց սայլը, ձիերին մտրակեց ու ինքն իրեն ասավ. Փառք Աստծո, փրկվեցի,
Պանդոկապանը խարդախ էր, բայց սա հո խարդախից խարդախ էր, թե որ ձեռն ընկնեի, ողջ կաշիս կքերթեր։ Մի զինվոր արձակուրդ էր գնում, ճամփին մտնում է մի գյուղացու տուն գիշերելու։ Բարև տանտեր, կերակրի, տաքացրու անցորդին։ Դե ինչ արած, սեղանին մոտ արի, հյուրն Աստծունն է։ Զինվորը կացինն ու ուսապարկը հանեց, սրբապատկերի առաջ խաչակ ընկեց ու սեղան նստեց։ Իսկ տանտերը մի բաժակ թունդ գինի լցրեց ու ասաց. Զինվոր, մի հանելուկ ասեմ, թե գտնես, մի բաժակ գինի կստանաս, իսկ թե չգտնես, քեզ մի ապտակ։ Խնդրեմ, ասա հանելուկդ։ Մաքրությունն ինչ բան է։ Զինվորը մտածեց ու ասաց. Հացը սուրբ է, դա էլ մաքրությունն է։ Գյուղացին շրխկ այտին. Ինչի ես խփում, մեզ մոտ որ ծեծում են, հանցանքն ասում են։ Ախպերս, մաքրությունը կատուն է, որ միշտ լվացվում է, բարիքը որն է։ Զինվորն էլ մտածեց ու ասաց. Հասկանալի բան է, հացը բարիք է։ Գյուղացին շրխկ մի անգամ էլ խփեց։ Չէ, զինվոր ախպեր, բարիքը ջուրն է, էս էլ քեզ վերջին հանելուկը։ Գեղեցկությունն ինչ է։ Զինվորը էլի իրենը պնդեց։ Հացն է գեղեցկությունը, ասավ։ Սուտ ես ասում, զինվոր, գեղեցկությունը կրակն է, էս էլ քեզ մի ապտակ։ Դե լավ, հերիք է, արի հաց ուտենք։ Հիմա զինվորն ուտում է ու մտածում։ Օրումս այդպես ծեծ կերած չկայ, ծառայության ժամանակ էլ այդպիսի բան չի եղել։ Դե լավ, սպասիր, ես էլ քեզ իմ լավությունը կանեմ, դեռ դու ինձ շատ կհիշես։ Կերան ու պարկեցին քնելու։ Զինվորը ճիշտ ժամանակին բռնացրեց, տեսավ տանտերը քնել է, վառարանի վրայից իջավ, կատվին բռնեց, պոչից ծղոտ կապեց, կրակ տվեց, քշեց ձեղնահարկը։ Կատուն 4 ոտը մեկ արած դես ու դեն ընկավ, վերջը ձեղնահարկում խոտը բռնկվեց։ Խրճիթը վարկենապես սկսեց վառվել, զինվորը շտապ հագնվեց ու տանտիրոջը բոթեց։ Ինչ է զինվոր։ Մնաս բարով, տանտեր, ես գնացի արշավի։ Աստված քեզ հետ։ Ար քեզ մնաս բարով տեղ մի հանելուկ։ Մաքրությունը գեղեցկությանը ետևից գցած, հասավ բարձրության, մինչև բարիքը չբերես, էլ ապրուստիդ տեր չես։ Մինչ գյուղացին զինվորի խոսքերի վրա գլուխ էր ջարդում, առաստաղը բռնկվեց։ Ջուր, գոռում է տանտերը, իսկ տանը մի կաթիլ ջուր չկա։ Այդպես էլ ամեն ինչ այրվեց։ Դե ճիշտ էր ասել զինվորը, թե բարիքը չբերես, էլ ապրուստիդ տերը չես։ Մկան արցունքը կատվի քթից կկաթի։ Մի զինվոր էլ արշավից գալիս տանտիրուհուն ասաց. Բարև, պարավ, ինձ ուտելու մի բան բեր։ Պարավը պատասխանեց. Հրեն, մեխից կախիր։ Թե լրիվ խուլ ես, բանից տեղյակ չես։ Որտեղ որ ուզես, այնտեղ կքնես, ասաց տանտիրուհին։ Այ դու պարավ ջադու, ես քո խլությունը կպուժեմ։ Ու բռունցք արած վրա հասավ։ Ուտելու բան բեր։ Ինչ բերեմ, սիրելիս։ Շիլա եփիր։ Ինչից եփեմ, սիրելիս։ Ինձ մի կացին տուր, կացնով շիլա եփեմ։
Այ քեզ հրաշք, մտածեց այդ կինը, տեսնես ոնց է զինվորը կացնով ճաշ եփում։ Մի կացին բերեց, զինվորը վերցրեց, դրեց կաթսայի մեջ, ջուրը լցրեց ու սկսեց եփել։ Եփեց, համտես արավ, ասավ. ամեն ինչ տեղն է, մի քիչ ծավար է պակասում։ Պարավը ծավարը բերեց, էլի եփեց, համտես արավ, ասավ. լրիվ պատրաստ է, մի քիչ յուղ է պետք։ Պարավը յուղն էլ բերեց, զինվորը շիլան եփեց, պրծավ։ Դե պարավ, աղը հացը բեր ու մի գդալ վերցրու, արի էս շիլան ուտենք։ Երկուսով շիլան կերան, պարավը թե զինվոր, բա երբ պիտի կացինն ուտենք։ Կացինը դեռ չի եփել, ասաց զինվորը, ճանապարհին մի տեղ կեփեմ, ինքս կուտեմ։ Կացինը դրեց ուսապարկի մեջ, տանտիրուհուն մնաց բարով ասավ ու գնաց ուրիշ գյուղ։ Էդպես զինվորը համ շիլան կերավ, համ էլ կացինը հետը տարավ։ Պարավը մի պուլիկ յուղ տարավ քաղաք բարեկենդանի համար։ Մեկ էլ երկու զինվոր մոտեցան, մեկը ետևը կանգնեց, իսկ մյուսն առաջ անցավ ու պարավին խնդրեց. Էй, մորքուր, արի գոտիս ձգիր։ Պարավը սայլից իջավ ու սկսեց ձգել։ Մի քիչ ուժեղ ձգիր։ Սա էլ ինչքան ուժ ուներ ձգեց։ Չէ, էդ շատ պինդ է, մի քիչ թուլացրու։ Պարավը թուլացրեց։ Էս շատ թույլ եղավ, մի քիչ էլ ձգիր։ Ու մինչ այդ կնիկը գոտին թուլացնում պնդացնում էր, մյուս զինվորը յուղը թրցրեց, գնաց իրա բանին։ Այ շնորհակալ եմ, մորաքույր, ամբողջ բարեկենդանին գոտիկս պինդ կլինի։ Անուշ լինի, զինվոր։ Պարավը հասավ շուկա, ձեռը տարավ պուլիկին, տեսավ ոչ յուղ կա, ոչ էլ պուլիկ։ Մի պարավ կին ուներ խուլ ամուսին, սա մի անգամ որոշեց ամուսնու սիրտը շահել ու ասավ. Ախ, դու իմ կյանք ու պահապան։ Ինչ, գոռաց ամուսինը, ես եմ փիտրած ագրավ, վայ ես քո, ու կնոջը ծեծեց։ Ինչ ես անում, խուլ սատանա, գոռաց պարավը, անիրավ ավազակի մեկը։ Այ այդպես կխելոքանաս, ասաց ամուսինը։ Մի հիմարի գիշերով ծեծեցին ու հաջորդ օրը սկսեցին ձեռ առնել։ Դե Աստծուն փառք տվեք, որ լուսնյակ գիշեր էր, թե չէ ես ձեզ ցույց կտայի։ Ինչ կանեիր։ Դե կթաքնվեի։ Մի գյուղացի խանութից մի պարկ ցորենի ալյուր գողացավ, ուզեց տոներին հյուրեր կանչել, բլիթներով պատիվ տալ։ Ալյուրը բերեց տուն, մտքերի մեջ ընկավ ու կնկան ասավ. Կնիկ, ես ալյուրը գողացա, բայց վախենում եմ իմանան, հարցնեն, էս սպիտակ ալյուրը որտեղից եմ ճարել։ Դարդ մի անի, իմ պահապան, ես այնպիսի բլիթ կթխեմ, որ հյուրերը գարեհացից չեն տարբերի։ Մի զինվոր արձակուրդ էր գնում, ոտքով ճամփա ընկավ, շատ գնաց, իրիկնադեմին հասավ մի գյուղ, ու շաշուն էր, անձրևը եկել էր, հետո ցրտել, սառույց կապել։ Զինվորը լավ թրջվեց ու սառավ, մի խրճիթի դռանը կանգնեց, պատուհանը թակեց ու գիշերելու տեղ խնդրեց։ Ով է, հարցրեց տանտերը։ Զինվոր եմ։ Քեզ որ սատանեքը բերին, գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Զինվորը 2-3 խրճիթի պատուհան էլ թակեց, ամբողջ գյուղը ման եկավ, ոչ մի տեղ ներս չառան, ստիպված պիտի դրսում մնար։ Տեսավ գյուղի ծայրին մի խրճիթ էլ կա, մոտ գնաց։ Էй, տանտեր,
թող ներս գամ, ոսկորներս տաքացնեմ։ Լավ, կթողնեմ, բայց մի պայմանով, որ ամբողջ գիշեր մեզ հեքիաթ պատմես։ Բարի, ասավ զինվորը, բայց իմ պատմելու ժամանակ թող ոչ մեկն ինձ չհակառակվի, ով թեկուզ մի բառ ասի, մեղքն իր վիզը, մինչև լույս ինքը պիտի հեքիաթ պատմի։ Լավ, զինվոր, համաձայն եմ։ Դե հաց կերան ու պառկեցին քնելու, տանտերն ու զինվորը նստարաններին, տանտիրուհին վառարանի վրա, իսկ ծառայողը վառարանի կողքին։ Դե լսեցեք, ասաց զինվորը, հեքիաթը սկսվում է։ Ինչ թաքցնեմ, տանտեր, էս գյուղում հիմար մարդիկ են ապրում։ Ինչ թաքցնեմ, տանտեր, էս գյուղում հիմար մարդիկ են ապրում։ Ու նույնը 100 անգամ կրկնեց։ Էս մարդը լսեց, նեղացավ ու չդիմացավ։ Լսիր, զինվոր, ինձ էլ հետն ես անպատվում, ես չէի, որ քեզ գիշերելու տեղ տվի։ Զինվորը վեր թռավ ու թփ տանտիրոջ ականջին։ Իմ գործը պատմելն է, քոնը լսելն ու լռելը։ Կպավ այդ խեղճ մարդուց ու բրծում չկար։ Հերիք է զինվոր, ասաց տանտերը, քեզ համար պարկիր, հիմի ես եմ հեքիաթ պատմելու։ Զինվորը պարկեց, սա սկսեց։ Հիմարն են կլինի զինվոր, որ քեզ գիշերելու տեղ կտա, իսկ ես այդ բանն էլ անողը չեմ, հիմարն են կլինի, որ քեզ գիշերելու տեղ կտա, իսկ ես այդ բանն անողը չեմ։ Ու նույն բանը 100 անգամ կրկնեց։ Այդ ժամանակ տանտիրուհին զարթնեց, վառարանի վրայից տեսավ ներքևը դեռ մրթմրթում են, ասաց. Հերիք է խոսեք, լույսը կբացվի, դուք դեռ քնած չեք։ Տանտերն ու զինվորը վեր թռան ու կպան պառավից։ Ոնց մեր հեքիաթն ընդհատեցիր, հիմի դու պատմիր։ Ճար չկար, պառավը սկսեց։ Ոնց որ տանտերն է սրիկա, այդպես էլ սրիկա մարդ է ներս ընդունել։ Ասաց, մեկ էլ ծառայողը վառարանի տակից ձեն տվեց։ Հերիք, դատարկ, մատարկ, դուրս տակ, կարգին մարդիկ վաղուց քնած են։ Այստեղ տանտերը, տանտիրուհին ու զինվորը կպան ծառայողից, թե հեքիաթ ասա։ Սա էլ սկսեց։ Ոնց որ իրիկունը չենք քնել, այդպես էլ լուսադեմին չենք քնի, շուտով գործի կգնանք։ Ոնց որ իրիկունը չենք քնել, այդպես էլ լուսադեմին չենք քնի, շուտով գործի կգնանք։ Ու մինչև լույս այդ խոսքը կրկնեց։ Առավոտը զինվորը պատրաստվեց, որ դուրս գա։ Դե մնաս բարով, տանտեր։ Վայ, սատանան քեզ տանի, հա։